Մարդը աշխատել է իմ տանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդ տունը թալանած քաղաքացին կալանավորվեց։ 2024 թվականի դեկտեմբերին թալանել էին վարչապետի աներորդու ԿՊԱ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի ԿՊԱ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրել էին քննչական կոմիտեի եւ հարցաքննել։ Վերջինս մեծ զրույցում հաստատել էր տեղեկությունը, նշել էր, որ հարցաքննությունը կապված է իր առանձնատան գողության գործով։ Հրաչյա Հակոբյանը գործով դժոխք էր ճանաչվել։ Ենթադրյալ հանցագործները ԿՊԱ-ական պատգամավորի տանից տարել էին 7-ից 8 միլիոն դրամ գումար, ոսկյա շղթաներ եւ ժամացույց։ Օրերս Հրաչյա Հակոբյանը պատմեց, թե ով է եղել իր բնակարանի ենթադրյալ հանցագործը, ու դեռ ավելին, նրան ձերբակալել են։ Մարդը աշխատել է իմ տանը, այսինքն ոչ թե աշխատել, այլ երբեմն երբ որ բակում ինչ-որ աշխատանքներ եղել, ես իրեն կանչել եմ, որպեսզի իմ տանը բակի աշխատանքներ չգիտեմ, ծառի է կապված։ Խոստովանել է անձը, որ ինքն է տարել։ Որևէ բանից այլ Գողոնը կա։ Ես գիտեմ որևէ բանից տեղյակ չեմ, ես գիտեմ, որ իրեն է կասկածել։ Այո։ Եվ այդքան։ Արմուն լրատվականը դիմեց գլխավոր դատախազություն հասկանալու համար, թե ինչ եղավ ձերբակալված ենթադրյալ հանցագործի ճակատագիրը։ Ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ 2025 թվականի հուլիսի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՊ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 2 եւ 4-րդ կետերով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ԱՊ-ն Արթուր Պապյանն է, եւ նա այս պահին կալանավորված է։ Քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։